Տաշիր ընկերությունների սեփականատեր Սամվել Կարապետյանի Տաշիր Սամոյի քաղաքական հայտարարությունից հետո Նիկոլ Փաշինյանը վարչապետը հայտարարեց, որ դեռևս 1 ամիս առաջ հանձնարարել էր լուծել հեծի կրկնվող խնդիրները, հակառակ դեպքում լուծել նրա պետականացնելու, ազգայնացնելու հարցը դնել։ Կփորձենք երևանցիներից պարզել կողմն արդյոք հեծի ազգայնացմանը, պետականացմանը թե ոչ։ Առհասարակ ստրատեգիական նշանակություն ունեցող ցանկացած կառույց պետք է լինի պետական։ Ես դրա կողմնակից եմ։ Իսկ գոհ եք աշխատանքից հեծի առհասարակ։ Բայց չի, լինում են դեպքեր, որ ասենք անջատումներ լինում են։ Հիմա դա պլանային է, թե պլանային չի, դա չենք կարող իմանալ, ասում են պլանային, բայց ինչքանով է ճիշտ։ Ընդհանուր առմամբ ոչինչ։ Կողմ կլինեք, որ հեծը ազգայնացվի։ Կլինի չպատասխանեմ։ Ներողություն, կողմ կլինեք, որ հեծը ազգայնացնեն։ Ինչա։ Էլեկտրոցանցերը պետականացնեն, կողմ կլինեք։ Բաբու թող պետական լինի, մասնավոր ինչ է։ Մարդկանց խափում են, շատ են գրում, թոշակառու կին եմ, շատ ժամանակ են կանեն գրում, չեմ հասկանում, տանում եմ ուծում եմ մենակ իրանց։ Իսկ հաճախակ են անջատումները ձեր թաղամաս։ Այո։ Իրանց երբ պետք է անջատում են, երբ պետք չի մնում է։ Եղավ շնորհակալ եմ։ Շատ։ Կողմ եմ, այո։ Ինչու։ Ինչի պիտի մերը ուրիշը տնօրինին, թող մեր հետը լավ չեն տնօրինում, 3-2 ժամ չենք ունեցելուց, դրա առաջինը 4 ժամ չենք ունեցելուց, ինչի է դա կապած։ Ինձ սանարանը վառվել է, 25,000 փող եմ տվել, որ նորոգ են, ինչի համար։ Որևէ մեկը պիտի այդ բոլոր հարցերը կարգավորի, թե չէ։ Չգիտեմ, հատիպետ եմ մտածում։ Ներողություն, կողմ կլինեք, որ հեծը ազգայնացվի, պետականացնեն հեծը։ Ինչ հեծը, այո, իհարկե, դա պետք է լինի պետական սեփականություն տղաս։ Ինչու։ Ինչու, որտեղ դա հանրային սեփականություն է, ոչ արքու վաճառքի առարկա։ Իսկ գոհ եք հեծի աշխատանքից։ Ոչ, Հաճախ են անջատումներ։ այո, շատ հաճախ։ Երևի մի ամսվա ընթացքում 5-6 անգամ անջատում են։ Մենք Երևանում շրջանում ենք անում, հաճախակի են անջատում, դա արդեն մեզ նյարդացնում է, այլ լավա դառնա պետական սեփականություն տղա ջան։ Եղավ, խնդրեմ։ Ներողություն, դուք կողմ կլինեք, որ հեծը ազգայնացվի։ Միանշանակ այո։ Ինչու։ Որովհետև դժգոհ ենք հիմա որ մասնավոր ում գիտեք ում ձեռքն է։ Իհարկե ճիշտ ամենաճիշտ տարբերակը դա կլինի։ Հաճախակ են անջատումները։ Այո, հաճախակի։ Մեր մոտ հələ համեմատաբար ինչ որ քիչ է, բայց ես իմ շրջապատում զանգում են շատ վատ։ Այդ բանը խոհանոցային տեխնիկաները բոլորինը շարքից դուրս է եկել։ Ահա որ վատ է։ Չեմ կարող ասել, իրանց որոշումն է, ինչ ասեմ։ Դուք ինչ կարծիք ունեք հեծը ազգայնացնելու մասին։ Չեմ կարող ասել։ Վարչապետը առաջարկում է հեծը ազգայնացնել, կողմ կլինեք։ Ես տենց բաներից խաբար չեմ, չեմ էլ ուզում խաբարել։ Ձեր դիրքորոշումի ո՞րն է, որ օրինակ էլեկտրոցանցերը կարող են լինել կամ պետք է լինեն ազգային, պետական։ Իսկ հիմա ո՞նց է։ Հիմա սեփական է։ Դե որ պետական լինի կարող է գիննել ինչն է։ Ինչ իմանաս։ Կարող է։ Да, конечно, я думаю, будет лучше. Почему так думаете? Ну, государство всегда лучше, а люди частные хотят больше грабить, больше хватать себе. Они думают, что было лучше в стране. Я так думаю. Իհարկե միանշանակ։ Ինչու։ Չգիտեմ, երևի ավելի լավ կնի հարմար գներում մեզ համար էլ, թեպետ մենք ստեղ չենք ապրում, բայց։ Ինչքան ժամանակ է որ ստեղ եք հիմա։ Հիմա ստեղ ենք մոտավորապես 2 ամիս։ Այս 2 ամսվա ընթացքում եղել է դեպք, որ հոսանքազրկ են ձեր բնակարանը։ Վայ տղա ջան, մի 5-6 անգամ։ Կողմ կլինեք, որ հեծը ազգայնացվի, պետականացվի։ Իմ համար ինչ տարբերություն ինչ կլինի։ Այո։ Ինչու։ Որովհետև նման կառույցները պետք է լինեն պետական։ Իսկ չեք կարծում, որ ճիշտ է դա։ Իսկ գոհ եք հեծի աշխատանքից մինչև այժմ։ Ոչ։ Հաճախակի են ձեր բնակարանում անջատումները։ Այո։ Օրինակ որքան է հաճախականությամբ են անջատվում։
Ամեն օր համարյա առավոտյան մի քանի ժամով կլինի։ Այս վերջերս հաճախակ են անջատում։ Իսկ եղել է որ տեխնիկա վնասվի փիչարան։ Վաղուց եղել է, բայց ոչ մի պատասխանատվություն չեն կրել։ Հիմա չէ։ Կառավարությունը որոշել է հեծազգայնացնել։ Կողմ կլինեք այդ որոշմանը։ Իհարկե։ Ինչու։ Ինչու։ Միգուցե նորմալ կաշխատի, էլի հոսանքի տատանումները քիչ կլինեն։ Հիմա շատ են այդ տատանումները, դժգոհ եք կա։ Չեմ ասի, շատ էլ կա, տատանումներ կա, անջատումներ կա։ Իսկ որքան հաճախականությամբ է անջատվում հոսանքը ձերքնից։ Չեմ պահի ժամը, չեմ նայել, չեմ կարող ասեմ, բայց լինում է շաբաթամուշ 2-3 անգամ անջատում տատանում։ Իսկ եղել է որ այդ ընթացքում տեխնիկա փչանա բնական։ Իմ մոտ չէ։ Ինչ ուզում է լինի, հենց չի հետաքրքրում։ Այս հենց կուշտ ենք ամեն ինչից էլ։ Ուրիշը որ կա ավելի վատ կլինի, գիտեմ, 1000 տարի փորձել եմ, 76 տարի նույնն է։ Կողմ, իհարկե կողմ։ Ինձ դժգոհ ենք այդ աշխատանքից։ Հաճախակ են անջատումները։ Հաճախ լինում իհարկե, եւ ձմռանը եւ ամռանը։ Իսկ եղել է որ տեխնիկա փչանա։ Չէ, տեխնիկա չի փչացել։ Այս անգամ չի փչացել, ուրիշ անգամ փչացել է։ Իսկ փոխհատուցում եղել է։ Մի 8 տարի առաջ էր, հա, ոնց որ է, որտեղ ամբողջ շենքին էր փչացել, եկան փոխհատուցեցին։ Հաջողեց։ Ճիշտ ասած չգիտեմ։ Երևի ճիշտ կլինի։ Իսկ գոհ եք հիմա աշխատանքից էցի։ Հոսանքի մատակարարից։ Նորմալ է մեզ մոտ ամեն ինչ։ Չգիտեմ, չեմ կարող ասել։ Հեծի պետականացմանը կողմ եք։ Այ մարդ։ Ես կողմ չգիտեմ ես։ Ոչ մի բան ես դա գաղափարում։ Գոհ եք հեծի աշխատանքից առհասարակ։ Հա դե ի՞նչ է, ամեն օր լույս կա, ամեն ինչ կա։ Անջատումները հաճախակի չեն։ Չէ, օրինակ ստե չէ։ Երրորդ մաս չէ։ Եղավ շնորհակալ։ Ախպերս պոլիտիկան տանգից ուժը փիս բանա։ Կողմ կլինեք որ հեծը ազգայնացվի։ Հեծը պետականացնի։ Ու ես ոչինչ չեմ կարող ասում, խնդրում եմ այդ Գոհ եք հեծի աշխատանքից առհասարակ։ քաղաքականությունից ես շատ հեռու եմ, խնդրում եմ։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։